դուք մինչև 21 թվականը ավելի նեյտրալ էիք ու ես չեմ հիշում ուղիղ դեպք, որ դուք խառնվեիք քաղաքականությանը։ Մի քիչ այդպես չէ, ես 20 թվականին Արցախի պարտությունից անմիջապես հետո հայտարարեցի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ես բոլոր այդ տարիներին ճիշտ արձագանքել եմ եւ օգնել եմ օպոզիցիոն ուժերին, իրենք դա կհաստատեն, ես բոլոր այդ տարիներին չնայած չընդունելով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, շարունակել եմ թե ներդրումները, թե օգնությունները, որ ինչ-որ ձևի օժանդակ լինեմ հայ ժողովրդին եւ Հայաստանի կյանքին, բայց մասնավոր մարդու հնարավորությունները բոլոր դեպքերում սահմանափակ են։ Հաստատ։ Դրա համար ես արել եմ իմ հնարավորությունների չափ։ Ես հիմա այս process-ների ժամանակ նույնիսկ սկսել եմ դա ներկայացնել, որովհետև իրոք տարիներ, տասնյակ տարիներ ես միշտ լռել եմ դրա մասին, ինչ արել ենք, ոչ մի անգամ, ոչ ես, ոչ իմ գործընկերներին չեմ թողել դրա մասին նույնիսկ խոսեն։ Ինչու՞։ Որովհետև դա իմ մարդկային որակն է, ես չեմ ուզում արածի մասին խոսել, բայց երբ պետք է հիմա ժողովրդի աչքերը բացել, ժողովրդին զարթնացնել, մենք սկսել ենք օգտագործել դա համեմատության մեջ, որ մարդիկ կարողանան ճիշտ գնահատել, ով ինչ է արել, ով ինչ կարող է անել, ես չեմ ուզում խաբեմ մեր ժողովրդին, մենք ամեն ինչ բացել ենք մեր ժողովրդի առաջ,